Ես շատ լավ գիտակցում եմ, որ երբ ասում եմ գալիս եմ ազգային հեղափոխության առաջարկով, երբ ասում եմ, որ ես կտրելու եմ արտաքին կախվածությունը, ես շատ լավ հասկանում եմ ու պատրաստ եմ, որ ինձ չի աջակցելու ոչ մի արտաքին ուժ։ Ու իրականում ես թքած ունեմ այդ ուժերի վրա, որովհետև իմ հույսը ավելի հզոր ուժն է։ Այդ իմ ազգի միասնական աջակցությունն է ինձ, որովհետև իմ առաջարկը սպառնալիք է արտաքին ուժերի ազդեցությանը, ուստեղ կա մի հատ մեծ կարևոր ու պարզ ճշմարտություն։ Կամ դու իշխանության ես գալի արտաքին օգնությամբ ու մնում ես դրանից կախված ու հետևաբար մի ամբողջ ազգի նորից պահում ես ստրկության ռեժիմում, կամ դու հենվում ես քո իսկ ժողովրդի վրա ու փոխում ես համակարգը։ Երրորդ տարբերակ գոյություն չունի։ Ես հենվում եմ ձեր վրա, ձեզանից յուրաքանչյուրն է իմ ուժը, իմ հովանավորը ու իմ հաղթելու երաշխիքը։ Իսկ իմ հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի կյանքի սրբության հաստատումն է ու ձեր բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի երաշխիքը։ Հիշեք այսքանը, խնդրում եմ, որ համակարգը թույլ է տալի մասնակցել ընտրություններին նրան, ով իրան չի սպառնում։ Համակարգը չի օգնում նրան, ով ուզում է իրան կոտրի ու կառուցի ազգային ու պետական շահերի վրա հիմնված նոր համակարգ։ Իսկ ես չեմ եկել խաղալու հին կանոններով, ես եկել եմ փոխելու խաղի ճարտարապետությունը։ Ու եթե այնինչ ես հիմա խոսում եմ, այս խոսքս ձեր համար հասանելի է, ուրեմն այդ նշանակում է, որ դուք արդեն հասկանում եք իրականությունը։ Իշխանությունը չի փոխվում քվյա թերթիկով, երբ կախվածությունը մնում է անփոփոխ։ Իշխանությունը փոխվում է, երբ փոխվում է հենարանը, իսկ իմ հենարանը մեկն է, իմ հայ ազգը, այսինքն դուք։ Միացեք ու քարոզեք վերածննդի շարժումը ու ամեն ինչ լավ է լինելու։